մեկնաբանել։ Իհարկե կարելի է։ Հանգիստ, հանգստացեք, լավ, ժողովուրդ։ Լավ։ Պարոն Վարդանյան, ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը։ Ասեմ, Սորոսի փողերով ակցիաներ անող Հայաստան քանդողները այսօր հավաքվել են ստե եւ սադրում են։ Ասեմ ոնց է։ Նրանք այս բան կարծես թե իրավիճակը լարում են եւ փորձում են լարված իրավիճակ ստեղծել։ Սադրանքների չենք տրվում եւ թող գնան իրանք Սորոսի փողերը ուտեն եւ պառակտեն Հայաստանի Հանրապետությունը։ Ամոթ է այն մարդուն, ովքեր որ դարավոր ընկերությունը, բարեկամությունը խաթարում են Հայաստանի Հանրապետության։ Եվ ելի կրկնեմ, այսօրվա դրությամբ թող ինձ մի հատ ցույց տան։ Հիմի հարց եմ տալի այս Եվրոպա մեդներին։ Տովյո Կլարը, որ եկավ Թուրքիայի Հանրապետություն եւ ասեց. Եվրոպան տենում է տարածաշրջանում Թուրքիային որպես տեր։ Եթե իրանք համաձայն են գնան Թուրքիային որպես վասալ ծառայեն, մենք խնդիր չունենք։ Մենք թույլ չենք տալու դա, որովհետև Թուրքիայի հետ մենք դարավոր թշնամի ենք։ Այս տղաներն էլ որ կանգնած են, իրանք էլ ի սրտե գիտեն, իրանք իրանց գործն են անում, բայց ներկա պարագայում մենք պաշտպանում ենք մեր դարավոր բարեկամությունը եւ ընկերությունը։ Թույլ չենք տալու խաթարվի։ Պարոն Վարդանյան, նրանք մեղադրում են ռուսներին Արցախը հանձնելու մեջ։ Ամենաառաջինը Ոստիկանություն, ձեր գործ արեք